Պարոն Կարապետյան, ձեր ռազմավարական ծրագրերում գյուղական բնակավայրերի զարգացման կոնկրետ կետ կա, դուք մտածում եք ինչպես զարգացնել գյուղական բնակավայրերը, որպեսզի երիտասարդները քիչ հեռանան գյուղերից։ Գիտեք, որքան զգայուն է հայ հասարակությունը, երբ օրինակ ադրբեջանական բենզինից եկավ Հայաստան, իշխանական պատգամավորը վերից Հայաստան, Հայաստանի իշխանությունները ասում են, որպեսզի զարգանա Հայաստանի տնտեսությունը, մենք պետք է ապաշրջափակենք եւ հարաբերություն անենք մեր հայրենիքի հետ եւ երկար թշնամիներ դուք չեն կարող։ Դուք այս թեզը կիսում եք թե ոչ եւ եթե գաք իշխանության, ասեք օրինակ այդ 18 ադրբեջանական բենզին են Հայաստանում վաճառող, մեր իշխանականներն էլ ասում են դուք ձեր ոչխյակը ադրբեջանական հատուցք եք հարկել, որ ճանապարհները ապաշրջափակվեն, հաստատ նախկին օլիգարխներն են օգտվելու դրանից, բիզնեսներն են իրենց աճելու եւ զարգանալու։ Դուք այս մոտեցման հետ ինչ կարծիք ունեք, ինչպես եք կարծում պետք է դադարի այդ ադրբեջանական բենզինի Հայաստան, թուրքական ապրանքները դուրս գան Հայաստանից տնտեսական առումով պատկերացնում, եւ ձեր քաղաքական այդ մոտեց չեմ կարող քաղաքականից չտալ, քաղաքական ուժի մեջ նախկին իշխանության ներկայացուցիչներից կամ օրինակ Հայաստան դաշինքից ունեն են պատգամավորներ կամ ներկայացուցիչներ, որոնք ձեր տնտեսայով Աղոն Վարդանյանը լինելու է ձեր ցուցակում, նշանակում եմ վերջերս դատապարտությունը վարկ է նախաձեռնել եւ նախկին ավարի դատումից ուղղությունական օրենքով Ձեզ ամասպրգունքային է, որ առողջություն չունենակ նախկիների։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ։ Առաջինը գյուղերի հետ կապված ասեմ։ Գյուղերի հետ կապված մեր այցելությունների գյուղեր ցույց են տվել, ինչպես այսօր նշեցի, որ անգամ երբ որ բերքը լավ է լինում, գյուղացիները վաճառքի խնդիր են ունենում, շահույթը էլի կորցնում են գների անկման պարագայում։ Մթերմանկարանը լուծում է այդ հարցը։ Գյուղեր այցելությունը ցույց տվեց, որ գյուղացիները ունեն վարկային մեծ բեռեր, ինչպես դուք հարցը տվեցիք, վարկերի հետ կապված, վարկային մեծ բեռեր ունեն, քանի որ սեզոնի սկզբում ֆինանսավորվում են, որպեսզի պարտանյութ գնեն, դիզվառելիք գնեն, վերջում խնդիր են ունենում արդեն, քանի որ այդ սեզոն կարող է խնդիր ունենան բերքի հետ կապված, իսկ երբ որ բերքը լավ է, գնի հետ կապված։ Մթերմանկարանը սա էլ է լուծում։ Ֆինանսավորվելու կարիք, մեծ վարկեր վերցնելու կարիք այս դեպքում չի լինում։ Մթերմանկարանը պայմանավորվում է, պարտանյութը տալիս է, հնարավոր է նաև սերմը տրամադրի եւ տեղը ստանա ապրանքը, տեղը ստանա մթերքը։ Սա շեշտակի, ես հավատացած եմ բոլոր մասնագետների հետ աշխատելով, շեշտակի փոխելու է մեր գյուղերում իրավիճակը։ Գյուղացին պետք է մտածի մենակ որակյալ բերք ստանալու մասին։ Վաճառքը ձեր մտածելունը չէ։ Վաճառքը պետությունը պետք է լուծի այն հարցը, որ դուք տանեք մթերմանկարան, մթերմանկարանը պետական չի լինելու։ Մթերմանկարանը կլինի մասնավոր, բայց պետության վերահսկման տակ, որի արդյունքում դուք կունենաք կայուն գներ։ Եթե այս մթերմանկարանի գինը ձեզ դուրս չեկավ, կգնաք ուրիշ մթերմանկարանը։ Եվ դրանով դուք կունենաք հնարավորություն, օրինակ նույն Օձունի օրինակով, երբ իրենք եգիպտացորեն էին ստացել Հայաստանում շատ մեծ քանակի, բայց չգիտեին ինչ անեին, դուք կունենաք հնարավորություն առանց մտածել վաճառք անել։ Մյուս հարցը ադրբեջանական, թուրքականին անդրադառնամ, թուրքական հագուստը Հայաստանի շուկայում այո ուժեղ է։ Մենք պետք է այլընտրանք առաջարկենք։ Մենք չպետք է, քանի որ տարիների ընթացքում արդեն կա ձևավորված տնտեսական միավորներ, ովքեր ապրում են այդ գծի վրա, այսինքն Թուրքիայից հագուստ են բերում, վաճառում են։ Մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության նման ռեակցիոն մոտեցման կողմնակից չենք, որ մարդկանց բիզնեսին հարված հասցնենք։ Պետք է այլընտրանք առաջարկվի։ Տեքստիլ, Հայաստանը ունենա տեքստիլ արդյունաբերություն։ Այսինքն մենք ունենք ռեգիոններ, որը պատմականորեն Գյումրին եղել է տեքստիլ արդյունաբերության Հայաստանի կենտրոնը։ Բոլորը գիտեն, որ կտորի արտադրության կենտրոնը։ Նաև այլ երկրներ առաջարկել։ Եթե անգամ Հայաստանը չկարողանա, մենք ունենք այլ գործընկեր երկրներ, ում հետ կարող ենք անել։ Այսինքն պետք է այլընտրանք առաջարկենք մեր գործարարներին, նոր փակենք։ Իսկ ադրբեջանականի դեպքում մենք ունենք հարց։ Մենք խնդիրներ ունենք իրար հետ դեռ։ Պետք է լուծենք, խաղաղությունը բոլորիս ցանկությունն է ու բոլորս գնալու ենք դրան։
բայց երբ դու սկսելու ես փող ուղարկել Ադրբեջան, դրա դիմաց չստանալով ոչինչ, դա բերելու է եւս մի միակողմանի պայմանավորվածության։ Մեր պահանջը եւ մեր ցանկությունը ո՞րն է այս ամբողջ process-ին։ Միակողմանիությունն է մեր դժգոհությունը։ Ինչ անում ենք ադրբեջանցիների հետ, մենք ենք զիջում։ Պահանջը բարձր դնում են, մի քիչ իջացնում ենք, ուրախանում ենք, բայց զիջում ենք վերջում։ Սա նավթը ադրբեջանական, բենզինը, դիզելը կարա մտնի Հայաստան այն պարագայում, եթե իրենք էլ գնեն մեր ապրանքը, բայց դրա համար պետք է մեր երկիրը ապրանք ունենա։ Ես հիշում եմ, որ Իրաքի Հանրապետությունը հայկական պատվիրակության այցելություններից մեկի ժամանակ, երբ գնացել են, իրենք երկու բան էին, ծխախոտ ու բան էին, ալկոհոլային ինչ-որ խմիչքների կոնյակ էին տարել, եւ ման էին գալի, թե ինչ տանեին, թե ինչ է Հայաստանը արտադրում։ Որտե բան չեն կարող մոլիբդենի հողը վերցնենք տանեինք։ Պղինձել չենք արտադրում։ Մի բան գոնե արտադրենք։ Այսօր պարոն Կարոյանը ասեց, Փաշինյանի կառավարության ժամանակ 10% արդյունաբերությունը ընկել է։ 9% է մեր հնայի մեջ արդյունաբերությունը։ Գործ պետք է անենք, որ այսինքն իսկ արդյունաբերությունը ամենաշատ նոր աշխատատեղեր ստեղծող ոլորտն է։ Ամեն $1, որ արդյունաբերությունում է, եւս $1-2 տալիս է ուրիշ ոլորտներին։ Սա է մեր տեսլականը, որի ուղղությամբ պետք է գնանք։ Եվ քաղաքական հարցը, քաղաքական հարցը, մեր թիմում լինելու են մարդիկ, ովքեր աշխատել են բոլոր կառավարությունների հետ, մենք ունենք մարդ, ով աշխատել է այս կառավարության հետ, մենք ունենք մարդ, ով աշխատել է այլ կառավարությունների հետ, կարևոր նախապայմանը մաքուր ձեռքեր եւ պրոֆեսիոնալիզմ։ Մենք 50 միլիոն չենք, որ ընտրենք, թե չունենք այդ մեծ ընտրությունը, մեր հասարակությունը, որ իրար մոռանանք այն մարդիկ, ովքեր ունեն մաքուր ձեռքեր ունեցել են եւ պրոֆեսիոնալ են, տեղ ունեն մեր կարծիքով, իհարկե ուրիշ տեղեր էլ կարող են լինել մաքուր ձեռքերով եւ պրոֆեսիոնալ մարդիկ։ Այո, ինչ վերաբերվում է այն գործիչների, ովքեր երկարաժամկետ աշխատում են այլ քաղաքական մաս են կազմում այլ քաղաքական։ Քիչ է հավանական, ավելի շատ կլինեն գործիչներ, ովքեր մեր համակիր են եղել, մասնակից են եղել, ուղղակի իրենք էլ կամ ինչ որ этаպում են մասնակից եղել։ Իրանք կլինեն, այո, պրոֆեսիոնալներ կլինեն, բոլոր կուսակցություններից Հայաստանում եղած։ Հնարավոր է, մենք չենք բաժանում, որպեսզի հասկանանք տնտեսագետների մոտեցումը քաղաքական գործիչների մոտեցումից լրիվ տարբեր է։ Տնտեսագետները գնում են արդյունավետության հետևից։ Քաղաքական գործիչները, ես այսքան ժամանակ էլ վերջ չհասկացա հայ քաղաքական գործիչներից նշանակալի մեծամասնությունը ինչի հետևից են գնում։